մյուս կողմից այն ինչ որ ասում եք, որ մի կողմից վատ է, որ այդ ամեն ինչը մեր աչքի առաջ տեղի է ունեցել։ Երկրորդը լավ է, որ մենք այս process-ը սկսել ենք եւ այդ ամեն ինչը բացահայտել ենք եւ դրա շուրջ իրավական գործընթացներ ենք կառուցել։ Հիմա միջև ես կամ փոփեմ ինչ որ մի փաստ կար, որի մասին կուզենայիք շեշտել, բայց ես չհարցրի կամ չանդրադարձա։ Ես կուզեի այո անդրադառնալ նոր միացումների ուրեմն հատվածին։ Նոր միացումների հետ կապված դա էլ հաջորդ խնդիրներ կներեք, որ այնտեղ գների փոփոխություններ էր տեղի ունեցել եւ երկար ժամանակ նաեւ մենք աշխատում ենք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ եւ այլն եւ մարդիկ կասկածներ էին հայտնում թե ինչքանով են հիմնավորված այդ գները, որովհետեւ էականորեն գները բարձրացրել էին միացման եւ դա պատճառաբանվում էր նաեւ զանգվածային մեծ տեմպով շինարարությունների, նոր բաժանորդների մեծ հոսքի եւ այլնի հետ եւ մենք աշխատանքային կարգով քննարկել ենք եւ դուք եք ասել, որ աշխատում եք, տեսնեք այդտեղ ինչ կարող ենք անել, որպեսզի լինի, տեսեք, գիտեք շատ կարեւոր է, որ ինքը հիմնավորվածից պակաս էլ չլինի, ավել էլ չլինի։ Հիմնավորվածից պակաս ինչի համար եմ ասում, որովհետեւ օրինակ ես շատ երկրներում տեսել եմ, որ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, քաղաքական կոմպրոմիսներից ելնելով, ինչ որ գներ են անդադ իջեցրել, որ քաղաքական դիվիդենդ կամ քաղաքական ճգնաժամից խուսափելու համար, արդյունքում եկել համակարգերը հասել են այն իրավիճակի, որ կոլապսի առաջ են։ Ես չասեմ, որ երկրում մի անգամ մի մայրաքաղաք էի գնացել եւ հյուրանոցի պատշգամբ դուրս գալով ինչ որ անդադ ձայներ էի լսում, ասում ես ինչ ձայներ, շարժիչների անդադ ձայներ։ Ասում են բան է, այդ մենք որ դվիժոկ ենք ասում, ասում են դվիժոկը միացրած։ Ասում են դվիժոկը ինչի համար է միացրած եւ իմացա, որ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով ամենատարբեր առիթներով գներ են իջեցրել, այն աստիճանի, որ հոսանք ուղակի չկա եւ մարդիկ ստիպված են եղել գնալ արդեն ամեն մեկը պատշգամբներում մայրաքաղաքում պատշգամբներում բան այդ դվիժոկները դնել, բերել բենզին կամ դիզվառելիք լցնել եւ այդ դռոցը եւ այդ հոսանքը եւ նկատի ունեմ այս տրամաբանությունը մենք մեր քաղաքացիներին պետք է ներկայացնենք, որ ինքը պետք է լինի գինը էֆեկտիվ, այն աստիճանի, որ համակարգի բնականon գործունեությունը եւ որոշակիորեն նաեւ զարգացում ապահովելու համար ու դրանից ոչ մի լումա ավել։ Ես էլ շատ կարևոր, որովհետեւ դրանից ավելն էլ արդարացված չի, որովհետեւ քաղաքացին տրամաբանական հարց կտա, ես ինչի եմ այսքան վճարում, մենք պետք է այս հարցի պատասխանը գտնենք։ Հիմա այդ թեմայով աշխատում ենք։ Այո, պարոն վարչապետ, անշուշտ նաև այդ մասին ցես հետ աշխատանքային քննարկում ենք ունեցել, մենք այս պահին արդեն որոշակի պատկերացում ունենք մոտ ինչ չափով ենք կարողանալու վերանայել եւ լիահույս եմ, որ տարեսկզբից առնվազն արդեն վերանայման այդ որոշումները կկայացնենք։ Բայց այս սկզբունքով, խնդրում եմ, շատ կարևոր է, որովհետեւ հիմա որևէ քաղաքական նպատակադրում Ես լիովին հասկացա։ Չպետք է լինի, որ մենք հաջողանալու համար այնքան իջացնենք, որ արդյունքում թեկուզ ոչ մի տարի, ոչ 2 տարի, այլ 3 տարի հետո խնդրեմ առաջանա։ Մենք պետք է բերենք, եթե ֆիքսենք, որ իրոք բարձր է, պետք է բերենք գիծ պլյուս պայմանական ասած միլումա, որը այդ միլուման ներդրվի հետագա զարգացման համար։ Իրավասեք, պարոն վարչապետ, տեսեք, միացման տարբեր տեխնոլոգիական, այսպես ասած, լուծումներ կան պարզ միացումներ, կան նախագծերով, կան իաֆազ, եռաֆազ եւ այլն։ Հիմա օրինակ միացման տեսակ կա, որ 23 թվականի ապրիլի 1-ից 10 անգամ թանկացրել են։ Ընդ որում դա մասսայական միացումների մեջ է մտնում։ Հիմա ակնհայտ է, որ այդտեղ ուռճացում է ու նաև սոցիալական բեռի տեսակետից հանրային ծառայությունների կարգավորող մարմնի կողմից անհասկանալի է բնականաբար նման թանկացումը, որքան որ տնտեսապես հիմնավորված լինի։ Մենք բնականաբար այդ 10 անգամը վերանայելու ենք, այս պահին արդեն հաշվարկներ ենք իրականացնում, քանի որ վերանայում ինքնին էլ արդեն ազդելու է ընկերության մյուս տարվա բյուջեի, այդ թվում սա գնի մեջ այդ բեռի որոշակի չափին, բայց ունենալով ահռելի ֆինանսական խնայողություններ ներդրումային ծրագրի իրականացման, գնումների գործընթացների արդյունքում, թափանցիկության ապահովման արդյունքում, մենք այդ խնայողությունների մի մասը ուղղելու ենք, այսպես ասած, դրա սուբսիդավորման ընկերության բյուջեում եւ ենթադրենք, եթե
10 անգամ թանկացրեն, այո, ձեր ասացի անվանության մեջ մենք բնականաբար չենք կարող 10 անգամ նվազեցնել, բայց առնվազն գոնե 30%, 40% հնարավոր է վերանայում ունենանք այս պայն աշխատանքները տանում։ Արդեն հաշվարկել եք, հաշվարկի հիման վրա եք Այո։ ասում, չէ՞ որ չստացվի հիմա։ Այո, Դոկոս ասենք, հետո պարզվի այդ Հաշվարկի հիման վրա եմ ասում եւ պատասխանատվությամբ եմ բնականաբար վերահնչեցնում։